Խաղաղության և կայունության պահպանումը Վրաստանի ներքին և արտաքին քաղաքականության առանցքային գերակայությունն է, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին դաշնակիցներն Անկարայում միջոցառման շրջանակում։ Նախարարի խոսքով փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը շարունակում է աճել։ Բոջորիշվիլին ընդգծել է նաև Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական համագործակցության կարևորությունը, խոսելով համատեղ էներգետիկ նախագծերի և տրանսպորտային ուղիների մասին։ Արտգործնախարարը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի գործընկերությունը հետևողականորեն զարգանում է։ Նրա խոսքով դաշինքը կարևոր դեր է խաղացել երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում, իսկ Վրաստանն իր հերթին ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին, ներդրում ունենալով անդրաատլանտյան անվտանգության ապահովման գործում։ Վրաստանի խորհրդարանը միացել է Բելգրադի հռչակագրին, որն ընդունվել է Եվրամիության անդամակցության թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների առաջին համաժողովի շրջանակում։ Միջոցառումը տեղի է ունեցել Սերբիայի Հանրապետությունում։ Հռչակագրում ընդգծվում է խորհրդարանների կարևոր դերը եվրոպական ինտեգրման գործընթացում։ Թեկնածու երկրները նաև պայմանավորվել են անցկացնել խորհրդարանների նախագահների ամենամյա հանդիպումներ։ Այդ ձևաչափը մշտական հարթակ կդառնա քաղաքական երկխոսության և միջխորհրդարանական համագործակցության խորացման համար, ասված է Վրաստանի խորհրդարանի հաղորդագրության մեջ։ Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրների խորհրդարանների նախագահների հաջորդ համաժողովը տեղի կունենա 2027 թվականին Մոլդովայում։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի ունեցավ Եվրատլանտյան անվտանգության համար փորձությունների շրջանում։ Գագաթնաժողովը կորոշի մեր ընդհանուր ապագայի ուղղությունը, հայտարարել է Ռեջեփ Էրդողանը, ամփոփելով միջոցառման արդյունքները։ Նրա խոսքով Թուրքիան առաջ է անցել ՆԱՏՕ-ի շատ դաշնակիցներից պաշտպանական ծախսերի, ռազմական ներուժի և պաշտպանական արդյունաբերության զարգացման մակարդակով։ Էրդողանը հավելել է, Թուրքիան ունի ՆԱՏՕ-ի մեծությամբ երկրորդ ցամաքային բանակը, տասնամյակներ շարունակ երկրին լայնորեն վստահվել է ՆԱՏՕ-ի հարավարևելյան թևի անվտանգությունը։ Անդրադառնալով եվրոպական անվտանգությանը, Էրդողանը նշել է, որ ԵՄ պաշտպանական նախաձեռնությունները պետք է լրացնեն ՆԱՏՕ-ի գործունեությանը, այլ ոչ թե կրկնօրինակեն։ Նրա խոսքով ակնկալվում է, որ Եվրամիությունը 53 տարվա սպասումից հետո վերջապես կբացի անդամակցության դռները։ Թուրքիայի նախագահը վերահաստատել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կազմակերպելու Թուրքիայի պատրաստակամությունը, ընդգծելով, որ արդար խաղաղության պայմաններում պարտվողներ չկան։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է վերաբերվում Անկարային F-35-երի մատակարարմանը և գոհունակություն է հայտնել, որ Վաշինգտոնը չեղարկել է Անկարայի դեմ պատժամիջոցները։ Գագաթնաժողովի շրջանակում Թուրքիայի նախագահը հանդիպել է Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիու Կոշտայի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։ Քննարկվել են Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ակնկալում է Եվրամիության անդամակցության գործընթացի ակտիվացում, ինչպես նաև անհրաժեշտ հանդիպումների անցկացում։ Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայի և Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունների, ինչպես նաև Գազայի հատվածում և Լիբանանում տիրող իրավիճակին վերաբերող վերջին զարգացումների շուրջ։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն անդրադարձել է Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր վաճառքին։ Հրաժարվելով մեկնաբանել այդ հարցով Դոնալդ Թրամփի և Ռեջեփ Էրդողանի հայտարարությունները, նա ընդգծել է, որ ցանկացած դաշինք պետք է կառուցվի բարիդրացիական հարաբերությունների սկզբունքի վրա, ինչպես նաև պետք է հաշվի առնվեն ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների զգայունությունները։ Նրա խոսքով Հունաստանը բախվում է Թուրքիայի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի, տարածքային ջրերի ընդլայնման օրինական իրավունքի իրացման համար։ Նա այնուամենայնիվ վստահություն է հայտնել, որ չլուծված հարցերը կարող են կարգավորվել համագործակցության ոգով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայերեն գրառում է կատարել շնորհակալություն հայտնելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նահատակված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։ Փեզեշքյանը նաև երախտագիտություն է հայտնել Հայաստանի ժողովրդի և կառավարության անունից արտահայտած ցավակցության համար։ Իրանի նախագահը X-ի միկրոբլոգում գրել է. «Մենք երբեք չենք մոռանա այս բարի կամքի դրսևորումը»։ Հույս է հայտնել, որ Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև պատմական և բարեկամական
հարաբերությունները, որոնք մշտապես հիմնված են եղել փոխադարձ շահերի, բարիդրացիական սկզբունքի եւ փոխադարձ հարգանքի վրա, կշարունակեն ել ավելի զարգանալ։ Փեզեշքյանը գրել է՝ մեր նահատակ առաջնորդը մշտապես ընդգծում էր Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը եւ Հայաստանն անվանում ազնիվ հարևան։ Իրանի նախագահի խոսքով իրենց քաղաքականությունը երկկողմ հարաբերությունների համակողմանի ամրապնդումն է։ Միացյալ Նահանգները եւ Իրանը երկրորդ օրն է փոխադարձ հարվածներ են հասցնում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ գործողությունների նպատակն է թույլատրել Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակվելու Իրանի կարողությունը։ Հարվածի տակ է հայտնվել շուրջ 90 թիրախ, այդ թվում հոբ համակարգեր, ափամերձ հսկողության միջոցներ, հրթիռների եւ անօդաչու թռչող սարքերի պահեստներ եւ տարբեր ենթակառուցվածքներ։ Ըստ իրանական լրատվամիջոցների թիրախավորվել են երկրի հարավային եւ հյուսիսային շրջաններ։ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ ամերիկյան հարվածների հետևանքով երկրի 5 նահանգներում զոհվել է 14 մարդ։ Հարվածներ են արձանագրվել Բանդար Աբասում, Կոնարակում, Ահվազում, Իրանշահրում, Չաբահարում եւ Աքքալայում։ Ըստ Մեհր գործակալության ամերիկյան հարվածներից վնասվել է նաև Թեհրանից Մաշհադ տանող երկաթուղային գծի մի հատվածը։ Ուղևորատար գնացքների երթևեկությունը դադարեցվել է։ Սրբազան քաղաք համարվող Մաշհադում հուլիսի 9-ին նախատեսված է Իրանի հանգուցյալ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորությունը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ի իր էջում Իրանին հարվածների բազմաթիվ տեսանյութեր եւ լուսանկարներ է տարածել, նշելով, որ ամեն ինչ կարող է վատթարանալ։ Սա հատուցում է Իրանի կողմից նավերի երեկվա ռմբակոծության համար։ Եթե դա կրկնվի, ամեն ինչ շատ ավելի վատ կլինի։ Անկարայում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից ԱՄՆ վերադառնալիս էլ Թրամփը հայտնել է, որ հուլիսի 7-ին Հորմուզի նեղուցում 3 բեռնանավի թիրախավորմանն ի պատասխան Վաշինգտոնը շատ ծանր հարվածներ է հասցրել Իրանին։ Նրանց յուրաքանչյուր հարվածին մենք կպատասխանենք 20 հարվածով։ Մենք հաղթելու շատ ձևեր ունենք, բայց ռազմական առումով արդեն հաղթել ենք։ Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել։ Քիչ առաջ զանգահարել էին։ Նրանք գործարք են ցանկանում, բայց ես վստահ չեմ, որ արժե նրանց հետ գործարք կնքել։ Չգիտեմ, արդյոք նրանք կհարգեն այդ գործարքը։ Ի պատասխան ամերիկյան նոր հարվածների Իրանը կրկին թիրախավորել է Բահրեյնում եւ Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաները եւ օբյեկտները։ Մասնավորապես Քուվեյթում հարված է հասցվել Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի, Բահրեյնում ամերիկյան բանակի համար նախատեսված վառելիքի պահեստի։ Կատարում էլ ըստ իրանական կողմի թիրախավորվել է արբանյակային ալեհավաք։ Հուլիսի 8-ին Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողություններում տարածաշրջանի երկրների կողմից ցանկացած աջակցություն կդիտարկվի որպես հանցակցություն։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներն անպատասխան չեն մնա։ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռ չի հասկացել, որ ճնշումներն ու խոստումների դրժումն այլևս չեն մնում առանց հետևանքների։ Թույլ տվեք հստակեցնել, եթե դուք հարվածեք, պատասխան հարված կստանաք։ Անիմաստ քայլեր մի արեք, այլապես ավելի խորը կընկղմվեք։ Հորմուզի նեղուցը կվերաբացվի միայն Իրանի կողմից սահմանված պայմաններով, ոչ թե Ամերիկայի Միացյալ Նահանգների սպառնալիքների ներքո։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացում դրական միտումներ են նկատվում, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով սահմանազատման աշխատանքները շարունակվում են հատուկ ստեղծված երկկողմ հանձնաժողովի գործունեության շրջանակում եւ աշխատանքները տարվում են մշտական հիմունքներով։ Արդեն իսկ գրանցվել են առաջին դրական արդյունքները, մասնավորապես կողմերն ավարտվել են պետական սահմանի շուրջ 13 կիլոմետրի սահմանազատումը։ Բայրամովը տեղեկացրել է, որ կողմերի միջև ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ, որոնց համաձայն սահմանազատման գործընթացը կշարունակվի հյուսիսից հարավ։ Նա նաև ընդգծել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում անկլավների հարցը ևս լուծում կգտնի։ Դիվանագետը հավելել է, որ ադրբեջանական կողմն արդեն ավարտել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի վերջնական նախապատրաստման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։ Անդրադառնալով թրիփին, Բայրամովը նշել է, որ ամերիկյան գործընկերները Բաքվին տեղեկացնում են նախագծի ընթացքի մասին։ Այդ նախագծին աջակցում է Միացյալ Նահանգները, բանակցություններն ընթանում են ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջև։ Սակայն թրիփի մուտքն ու ելքը Ադրբեջանի տարածքից են։ Մեզ հայտնել են, որ ընթանում է փաստաթղթերի պատրաստման փուլը, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությունը արտերկրում ռազմական հակամարտություններին կարող է հանգեցնել երկրի քաղաքացիությունից զրկման, հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։ Ադրբեջանի արտգործնախարարը դիմել է քաղաքացիներին, հիշեցրել, որ այլ երկրներում ռազմական գործողություններին մասնակցելն ադրբեջանական օրենսդրության համաձայն հանցագործություն է։ Բայրամովն ընդգծել է, որ Ադրբեջանի քաղաքացիների հավաքագրումն իրականացվում է տարբեր միջոցներով, դրամական պարգևների և այլ խոստումների ճանապարհով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2029 թվականին բնակչության հերթական մարդահամարն անցկացնելու մասին։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 1-ից 31-ը։ Մարդահամարը կընդգրկի Ադրբեջանի ողջ տարածքը։ Նշվում է, որ դրա նպատակն է տեղեկություն ստանալ բնակչության թվի և սոցիալ-ժողովրդագրական իրավիճակի մասին։ Վարդուհի Հարությունյան, հարևաններ։